Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Առաջին մարզիկն է, որին հյուրընկալել եմ հայ պերսոնայում։ Նրան բնութագրելիս առաջինը պետք է խոսեմ իր համեստության մասին։ Տպավորիչ է, երբ հանդիպում ես մեծ հաջողությունների հասած չեմպիոնի, որի ունեցած փառքն ու հաջողությունները չեն ստվերել մարդկային որևէ հատկանիշ։ Հայ պերսոնայում Հռիփսիմե Խուրշուդյանն է։ Ծնվել է 1987 թվականի հուլիսի 27-ին Կոտայքի մարզ Քասախ գյուղում։ Սովորել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց 75 կիլոգրամից բարձր քաշային կարգում մասնակցել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին եւ նվաճել բրոնզե մեդալ, հետ մնալով Տատյանա Կաշիրինայից եւ Ժու Լուլուից։ 2016 թվականի ապրիլի 16-ին Նորվեգիայի Ֆեորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կիլոգրամ քաշային կարգի A ենթախմբում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը ցույց տալով երկամարտի ընդհանուր 250 կիլոգրամ արդյունք։ 2024-ին պաշտոնապես հայտարարել է իր մարզական կարիերայի ավարտի մասին։ Հռիփսիմե Խուրշուդյանը Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ է, ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների կրկնակի չեմպիոն, աշխարհի մեծահասակների բրոնզե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր։ 2024 թվականին վերադարձ դեպի սպորտ անվանակարգում 10 լավագույն մարզիկներից մեկն է ճանաչվել։ 2025 թվականին ստացել է միջազգային մրցավարի կոչում։ Աշխատում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում։ Հռիփսիմե, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծին մասնակցելու իմ հրավերը։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Ամեն անգամ, երբ դուք բարձրացրել եք ծանրաձողը, ինչ եք մտածել վերջին վայրկյանին, այն բարձրացնելուց առաջ։ Մտածել եմ, որ եթե ես եկել եմ այստեղ, հասել եմ այստեղ դժվարությամբ, վնասվածքներ ունեմ, պետք է հաղթանակով վերադառնամ, բարձրացնեմ մեր հայոց եռագույնը, հնչի մեր հիմնը։ Եթե ձեր կարիերան նորից սկսելու հնարավորություն ունենայիք, կա որևէ փոփոխություն, որը դուք կցանկանայիք կատարել։ Փոփոխություն չկա, շատ գեղեցիկ ուղի եմ անցել սպորտում, միակ երազանքս, որ հարցը հնչեց, դա 20 տարեկան դառնալն է, որ նորից սկսեմ սպորտով զբաղվել է։ Ինչ խորհուրդ կտայիք ձեզ այդ տարիքում։ Որ չփոշմանեմ, որովհետև դա կնոջ սպորտաձև չի եղել, բացասական կարծիքներ են հնչել, մտածել եմ, ասել եմ արդյոք ճիշտ են, բայց չէ, նորից սկսել եմ զբաղվել այդ սպորտով, դրա համար ես չեմ տեսնում այնպեսի բան, որ սխալ եմ արել։ Այ ո՞րն է եղել ամենացավոտ կարծիքը, որը դուք լսել եք եւ այն հիասթափեցրել է ձեզ։ Որ աղջիկը կկոպտանա, չի մայրանա, ամենադժվարը դա էր, որ մտածում էի արդյոք ես չեմ մայրանա, բայց ասում փառք ես ունեմ 2 զավակ։ Եթե ունենայիք դուստր, նրան խորհուրդ կտայիք անցնել ձեր ճանապարհով։ Ոայ իմ բաղձալի երազանքն է, որ դուստր ունենամ, եթե ցանկություն հայտնեց զբաղվել, ես խորհուրդ կտամ, բայց չեմ ստիպի, որ զբաղվի ծանրամարտով։ Ձեզ համար հեշտ է եղել կոտրել այդ կարծրատիպերը։ Դուք արձագանքել եք յուրաքանչյուր բացասական կարծիքի, որը լսել եք։ Կոտրել եմ այդ կարծիքը նրանով, որ ես հաղթանակով միշտ վերադարձել եմ հայրենիք, որովհետև ամեն մրցումներ գնալուց, եթե վնասվածք է ստանում, բոլորն ասում էին, տեսնում ես, որ ասում ենք դա աղջկա սպորտաձև չի, ու ես այն որ մի հատ ճպասնում էի, գնում էի, ասում էի չուզողություն ա ձեր կողմից, դուք տեսեք ես ինչ արդյունքի եմ հասնել, ու գնում էի վերադառնում էի հաղթանակով, այդ ովքեր որ ինձ ասում էին, որ պետք չի գնալ, իրանք ուրախանում էին։ Իսկ ինչպես է ձեր ընտանիքը վերաբերվել ձեր կարիերային։ Շատ դժվար, մայրս ահավոր, որովհետև իրոքից չէր ուզում, որ իր աղջիկը զբաղվի նման ծանր սպորտաձևով, բայց հայրս ասում փառք կողքից է եղել, որովհետև ինքը սպորտով զբաղվել է, գիտի դա ինչ բան է։ Մենք 4 քույր ենք ու որ եղբայր էլ չունենք, մայրս ընդհանրապես չէր ուզում։ Ասում էր գնա բարի, ինչ որ աղջկան համահունչ ա լինում, էլի։ Հայրս ասեց, եթե ուզում ա ցանկություն ունի, թող փորձի։ Ես էլ պապայի խորտով գնացել եմ։ Իսկ ինչպիսին էր մայրիկի արձագանքը ձեր առաջին հաղթանակին։ Հուզվել էր, լացում էր, նույնիսկ չէր հետևել ուղի եթերին, հենց կրկնօրինակը ցույց էին տվել, այդ ժամանակ նոր դիտել էր, հենց Վալերիան էլ ձեռին դեղերը։ Ասում գոռում էր, ասում են, բարձրացրեց, իջացրեց, ինչ արեց, հաշվեցին, չհաշվեցին։ Այդպես
ոնց որ բոլոր ծնողները, այնպես էլ իմ ծնողները շատ ոգևորված, հուզված, այդպես հետևել են ինձ։ Դուք ինքներդ ձեր նկատմամբ մաքսիմալիստ եք եղել։ Իհարկե։ Եթե ես այդպես չլինեի, ես արդյունքի չէի հասնի։ Եթե նպատակ էի դնում, ամեն ինչ դնում էի մի կողքի ու գնում էի դեպի նպատակիս ետևից։ Նույնիսկ երբ որ ես բալիկ ունեցա, իմ որ ասում եմ ուշք միտքս վերադառնալ սպորտներ, ինձ ասում էին դե բավական է, արդեն օլիմպիական բրոնզա ունես, ընտանիքդ ունես, երեխաներ ունեցար, հերիքի ասում եմ չէ, ես դեռ անելիք ունեմ սպորտում։ Այնպես որ նույնիսկ երեխան ու ընտանիքը չեն խանգարել ինձ։ Իսկ երբ ետ հայացք եք գցում, ունեք զղջման զգացողություններ, որ ինչ որ բան դուք այնուամենայնիվ չեք արել կամ բաց եք թողել։ Բաց թողումս եղել է դա 2016 թվականից մինչև 2021 թվականը, որը դա ոչ թե իմ մեղքով է եղել, այլ ուղղակի թույլ չեն տվել ես մասնակցեմ մրցումներին։ Այդ դոպինգ սկանդալի հետ կապված ինձ թույլ չտվեցին, դա անընդհատ որ վերհիշում եմ, շատ եմ տխրում, հուզվում եմ, որ կարայի այդ ժամանակահատվածում ես բավականին չեմպիոնների կոչումները նվաճեի, նույնիսկ օլիմպիական խաղերի, եթե ոչ չեմպիոն, ապա մեդալներ նվաճեի։ Միայն դրա համար եմ զղջում։ Իսկ մարդկայնորեն, զուտ մարդկային զգացողությամբ դա ձեզ չի չարացրել։ Չարացրել էր, որ վերադարձեց սպորտ 2022 թվականին, որտեղ բոլորը կարծում էին, որ եթե դա դեղահաբերով է ինքը մեդալներ նվաճել, всё, ուրեմն նա չի կարող էլ։ Դա ինձ որ ասում հունից հանեց եւ վերադարձեց սպորտ, ես նորից ապացուցեցի, որ դա ընդհանրապես կապ չուներ։ Ես բնածին ուժեղ եմ եղել։ Եվ 2 տարի մնացի սպորտում վերադարձից հետո մեդալներ նվաճեցի կրկին։ Այն էլ 2 բալիկից հետո արդեն։ Ռիփսիմեն որպես մարզիկ շատ նպատակասլաց, խիզախ, աշխատասեր, բարձր կամային որակներ ունեցող մարզուհի է եղել։ Նա շատ է սիրել սպորտը, ահագին հեռանկարներ ունեցել սպորտում, մեծ արդյունքների է հասել, որի համար որ ես շատ հպարտ եմ։ Շատ նպատակասլաց, շատ հավատով մարզիկ է ու չնայած շատ դժվարությունների իր կյանքում հանդիպած, ինքը ապացուցեց, որ կինը սպորտում շատ մեծ դեր ունի ու իր փոքրիկների հետ միասին, նա ունի 2 որդի, 2 որդիների հետ միասին կարողացավ մնալ սպորտում, շարունակել իր սպորտային կարիերան ու մեծ նվաճումների հասավ։ Դա խոսում է նրանից, որ նա շատ ձգտող ու նպատակասլաց մարզիկ է։ Նրա մոտ ամենակարևորը չհուսախաբվելն է, նա միշտ կամային որակներով շատ բարձր է եղել, ամեն վնասվածքներից հետո էլ կարողացել է իրեն լավ դրսևորել, հավատալ իր ուժերին եւ վստահ մարզումներին է ներկայացրել եւ վստահ ներկայացել է մրցումներին։ Դուք ինքներդ նշում եք, որ դուք ի սկզբանե, այսինքն բնությունը ձեզ որպես ուժեղ անհատականություն է ստեղծել, բայց ունեցել եք կյանքի այնպիսի շրջաններ, երբ ցանկացել եք ոչ թե ուժեղ կին լինել, այլ հակառակը թույլ զգալ։ Թույլ։ Չէ, որովհետև որ ասում հասուն տարի որ պետք է հասունանամ, այդ տարիքից արդեն սպորտի մեջ եմ եղել ու չեմ մտածել, որ ես պետք է նուրբ աղջիկ լինեմ, գնամ ընկերուհիներիս հետ մանգամ, չէ, իմ այն միտքս եղել է սպորտը ծանրություն բարձրացնելու ու ինձ հաճույք էր պատճառում, չգիտեմ խի, կարող է մտածեին խելագար է, բայց ինձ հաճույք էր պատճառում դա։ Իսկ կյանքում եք դժվարություններին նույն վերաբերմունքով նայում։ Կյանքում չէ, շուտ եմ ընկճվում։ Իսկ սպորտում լրիվ ուրիշ է։ Ես հիմա որ արդեն տանն եմ, սպորտից դուրս եմ, ասում եմ սպորտային կյանքը ուրիշ էր։ Ես ասում եմ, ես առօրյա կյանքը իմ համար չի։ Այնտեղ փորձությունները շատ էին։ Ու հետաքրքիր փորձություններ էր։ Իսկ այստեղ մի ապաղաղ է անցնում ամեն ինչ։ Իսկ երբ կյանքում ինչ-ինչ առիթներով ընկճվում եք կամ նեղվածության զգացողություն եք ունենում, այդ ժամանակ ինչպես եք հաղթահարում։ Այդ ժամանակ ինձ օգնության է հասնում իմ ամուսինը, որ ասում է հույս է տալիս, որ ասում է ամեն ինչ լավ կլինի, եթե դու այդ ծանր սպորտի միջով այդքան դժվարություններ, վնասվածքներ, հոգեբանական ստրեսներ ապրել ես, ասում ես ինչ է քո համար էլի, փոքր բան է։ Ու այդպես մտածում եմ, ասում հայելի ճիշտ է ասում։ Իսկ ինչ դեր է ունեցել ձեր ամուսինը ձեր կարիերայի ընթացքում։ Մասնավորապես ձեր հաջողությունների մասին է խոսքը։ Ամուսինս այս 2 տարի առաջ որ մտա սպորտ, վերադարձա սպորտ, ինքը ինձ ողջևորեց, որ վերադառնամ։ Համ այդ չար կարծիքները, համ ինքը, որովհետև
Այս վերջի մրցումները, անցած տարվա մրցումները 2024 թվականին բավականին լուրջ վնասվածք ստացա, իսկ մրցումները մնացել էր 10 օր։ Ու ես հասկանում եմ, որ ապարդյուն է իմ աշխատանքը այստեղ մնալը էլի հավաքներին։ Ես պետք է մեծ սիրով ասեմ, որ վերջացնում եմ սպորտը, գնում եմ տուն, իսկ ինքը ինձ համոզեց, ասեց, որ ես հիշում եմ Ռիփսիմեին չկոտրվող, չհանձնվող։ Ասես դու Ռիփսիմե Խուրշիդյանն ես, ասեցի հա էլի, ես մնում եմ Ռիփսիմե Խուրշիդյանը, ասես դե Ռիփսիմե Խուրշիդյանը երբեք չէր հանձնվում, գնում էր առաջ, պայքարում էր։ Ասում եմ, հա բայց ոտքս պոկվել է վրիցս, ոնց կարող եմ գնամ առաջ, չեմ կարող նույնիսկ ոտքս դնեմ գետին, հենվեմ։ Ասում եմ ոչինչ, այդ 10 օրը բավականին ժամանակ, ասում եմ, չէ, շատ քիչ է իմ համար։ Այդպես համոզելով գնացինք մրցումների ու ես էլ ինքս համոզվեցի, որ իրոքից պետք է պայքարել, չհանձնվել։ Որտեղ կա մրցակցություն, այնտեղ շատ մեծ է հավանականությունը, որ դուք կարող եք բախվել անարդարությանը։ Այդպիսի դեպքերի ականատես եղել եք։ Իհարկե եղել ենք, սպորտում չի կարա չլինի։ 2011 թվականին, երբ որ կոտրեցի թևս աշխարհի առաջնության ժամանակ, ես այդ ժամանակ միավորներ էի վաստակել օլիմպիական խաղերի համար 2012 թվականին 6 ամիս ժամանակ կար ինձ ու արդեն այն որ ասած հերես էին թեքե ինձանից որ չէին հավատում ոչ մեկ մարզիչներն չէին հավատում որ ես կարող եմ վերադառնամ սպորտ ու մասնակցեմ օլիմպիական խաղերին եւ մեդալի համար պայքարել ու այդպես ես ամեն դուր ծեծել եմ բժիշկներին հարցրել եմ բժիշկները ինձ միանգամից ասում էին որ դու օգոստոս ամսին նոր կարող ես վերականգնվել դա աբսուրդ բան էր օգոստոսին վերջանում է օլիմպիական խաղերը դիմեցի պարոն Ծառուկյանին չմերժեց ուղարկեց Մոսկվա այնտեղ վիրահատվել եմ նույնիսկ այդ վիրահատության բժիշկին հարց եմ տվել արդյոք կհասցնեմ ասես դու մարտ ամսին կարող ես մտնել արդեն սպորտ այդ բառը որ ինձ ասեց հերիք էր դա ինձ համար որ ինձ թույլ են տալիս ես գիպսը ձեռքս մտել եմ սպորտ հայրիկից խնդրել եմ ասել եմ տար հայրս ասում էր չէ հերիքա տես ինչի օր ես էլ ինձ ասում եմ չէ ինձ տար ասում եմ գնացել եմ մարզվել եմ գնացել եմ հավաքների նույնիսկ հավաքականի մարզիչը վախենում էր ինձ ծանր քաշերի ուղարկել գալիս էի տուն իմ անձնական մարզիչներ ուղարկում ծանր քաշերի որ ես պետք է օլիմպիական խաղերին բարձրացնեի ու այդպես գնացինք օլիմպիական խաղեր 5 հոգի պետք է մասնակցեին 4-ից սպասում էին չեմպիոնական մեդալներ, իսկ ինձանից ուղղակի մասնակցություն։ Դա արդեն ամենօրյա հոգեբանորեն է կոտրվում։ Չպետք է ցույց տամ, որ հա ուղղակի տարել ենք այս մասնակցության համար։ Ես այնքան կամքից ուժեղ եմ եղել, որ ամեն ինչը հաղթահարել եմ ու բոլորն էլ ցավոք սրտի 0 ստացան, պարտվեցին միակ մարդը ես եմ եղել, որ մեդալը վերադարձել եմ։ Իմ համար ամենաբարձր հաղթանակը Ռիփսիմեի եղել է օլիմպիական խաղերը, որովհետև օլիմպիական խաղերից առաջ նա ունեցավ ձեռքի արմունկի վնասվածք, բժիշկներն էլ բոլորն էլ թեմ էին, ասում էին, որ նա չի կարողանա մարզվի, առավել եւս մասնակցի օլիմպիական խաղերին, նա իր կամային որակները դրսևորելով կարողացավ վիրահատությունից հետո մարզվել եւ մասնակցել օլիմպիական խաղերին եւ մեր համար բոլոր մարզիկների համար էլ ամենակարևոր ձեռքբերումը օլիմպիական խաղերին թեկուզ մասնակցել է եւ նա կարողացավ այնտեղ լավ հանդես գալ եւ գրավեց երրորդ տեղը, որի համար մենք բոլորը շատ ուրախ ենք։ Լոնդոնում երբ որ ինքը օլիմպիական մեդալ նվաճեց ու նույնիսկ այն ժամանակ երբ որ որակազրկվեց դրանից հետո ինքը իր մեջ ուժ գտավ ու որակազրկումից հետո նորից վերադարձավ մեծ սպորտ ու արդեն իր կարիերան ավարտեց հաղթանակով։ Ռիփսիմե Խուրշիդյան Արմենիա 107 կիլոգրամ արծիքով բրոնզե մեդալակիր է դառնում Ռիփսիմե Խուրշիդյանը, Հայաստան։ Ով է ամենաամուր հենարանը ձեր կյանքում։ Ամուսինս իմ ընտանիքը։ Առաջ երբ որ ամուսնացած չէի, ասում էի, բացի սպորտից ես ոչ ոք չեմ տեսնում։ Իսկ հիմա արդեն ընտանիքը նոր սպորտը։ Ռիփսիմե, ինչ խորհուրդ կտաք ձեր մարզաձևը ընտրող երիտասարդ աղջկան։ Ոյ, միակ ցանկությունս է, որ հանգարց այս սպորտաձևը չփակվի, չոչնչանա, որովհետև իրոքից յուրահատուկ սպորտաձև է, ճիշտ է, նա ծանր սպորտաձև է, բայց հետաքրքիր է։ Ասենք այդ հեռախոսները, պլանշետները, եթե բաց թողեն,
գան սպորտի, առողջ ապրելակերպ, չեմ ասում պրոֆեսիոնալ սպորտով թեկուզ զբաղվեն։ Ուղղակի սպորտով զբաղվեն ու կտեսնեն ինչքան հետաքրքիր է սպորտում կյանքը անցնում։ Կուզենամ, որ ծանրամարտում աղջիկները շատ լինեն ու կան Հայաստանում մոտավորապես 35-ից 40 հոգի մարզվում են։ Դա աստված, որ այդ բոլորն էլ դառնան Եվրոպայի աշխարհի չեմպիոններ։ Կնոջ համար ո՞րն է այս մարզաձևում ամենամեծ բարդությունը։ Հենա, որ արդեն ինքը ընտրել այդ սպորտաձևը, դա արդեն բարդ է, որ կարողանա բոլոր կարծիքները այնպես անել, որ փոխվի, դրական լինեն։ Դա արդեն դժվար է։ Նրանից հետո արդեն աղջիկները այնպես պետք է անեն, որ համահունչ գնա եւ կյանքը եւ սպորտը, չխանգարի երկուսը մեկում լինի։ Ձեզ համար ո՞րն է ձեր կյանքի ամենամեծ հաջողությունը։ Իմ բալիկները։ Դա մեծ հաջողություն է, որովհետև դժվար փորձությունների միջով, երբ որ անցնում ես նման բացասական կարծիքներ լսում ես ու ունենում ես գեղեցիկ ընտանիք, ունենում ես բալիկներ, դա արդեն ձեռք բերում է մեծ հաջողությունը։ Հիշում եք առաջին դրվագը երբ հանդիպեցիք ձեր ամուսնուն։ Ես ու ամուսինս մանկուց միասին ենք մեծացել, նույն գյուղում ենք մեծացել, նույն մարզադպրոցում ենք մարզվել, այնպես որ վաղուց ենք ճանաչել միմյանց, ուղղակի չգիտեմ ոնց ստացվեց, որ արդեն փոխվեց։ Դեպի սեր վերածվեց, հա, սեր առաջացավ մեր մեջ։ Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը։ Հավատարմությունը, միմյանց վստահելը։ Եթե միմյանց չվստահեցիք, չհավատացիք իրար, ինձ թվում է դա չի լինի։ Սերը միմյանց նկատմամբ։ Նա բոլոր տեղերում յուրահատուկ է, նա շատ լավ մայր է, շատ լավ կին է, որպես տնային տնտեսուհի, նա այդպես շատ պատրաստել չի սիրում, բայց շատ սիրում է պատրաստել աղցաններ եւ նրա մոտ դա շատ լավ ստացվում է, ճիշտ է, նա հիմա էլ է աշխատում, տանը շատ քիչ է մնում, բայց որպես մայր եւ որպես կին, տանկիր նա իդեալական է։ Ընտանիքի ներսում շատ լավ կին, շատ լավ աղջիկ, նա ունի 4 քույր ու այդ իր քույրերի ու ծնողների համար թևու թիկունք լինի եւ աշխատանքի վայրում ինքը ամեն ինչ հասցնում եւ տանը շատ սիրված ու գնահատված կին է իր ամուսնու կողմից, իր երեխաների կողմից ու ինձ թվում է ովքեր որ ճանաչում են Հռիփսիմեին կփաստեն որ նա իսկապես շատ բարձր արժեքներ ունի։ Սերը դառն է թե քաղցր։ Քաղցր բան է սերը։ Միշտ։ Հա, միշտ։ Իմ օրինակում միշտ ես դեռ չեմ զգացել դառնությունը ու երևի չեմ զգա։ Ձեր երեխաները հնարավոր է որ գնան ձեր ճանապարհով։ Նկատում եք այդպիսի ցանկություններ նրանց մոտ։ Հա, մեծս արդեն զբաղվում է ծանրամարտով։ Փոքրս ֆուտբոլի էր հաճախում, դե փոքրս 5 տարեկան է, դեռ հələ ասում գնամ ֆուտբոլի, գնամ ըմշամարտի, իսկ մեծս ուզում է, որովհետև ասում ես ուզում եմ չեմպիոն դառնամ քեզպես, ասում եմ, բայց պետք է տանջվես, ինքն էլ տանջվել չի սիրում։ Չի կարա առանց տանջանքի հաղթանակներ լինել։ Ամեն ոլորտում պետք է ինչ-որ բան հաղթահարես, որ հասնես արդյունքի։ Տեսնենք ոնց կլինի։ Ես շատ եմ ուզում, որ ինքը դառնա ասենք ծանրամարտով առաջ գնա։ Հաճախ եք ունենում տխրության զգացողություններ։ Տխրության զգացողությունս այն է, որ ավարտել եմ սպորտս։ Դա է միակ տխրությունս։ Հիմիկվա սերունդին, որ նայում եմ, պարապմունքները շատ է ցանկությունս մեծ, բայց մկաններս չեն ենթարկվում ինձ, որ կարողանամ բարձրացնել։ Ինձ ասում էին, մենք զարմանում ենք, դու ոնց է սպորտը թողելու։ Ասում եմ, ես երևի մինչև 90 տարեկան կզբաղվեմ, բայց ինչ արդեն տարիք Իրանը ասում է, մկաններս փոխվում էին։ Ես ծանրություն էի բարձրացնում, ցանկություն կար առաջ գնալու, բայց թույլ չէր տալիս օրգանիզմս։
Հիմա ինչով եք զբաղվում։ Այժմ զբաղվում եմ մարզչական աշխատանքով։ Այս վերջերս հաստատվեց միջազգային մրցավարից հայտը, որ արդեն կարողանամ գնամ դատել մրցումները։ Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում աշխատում եմ կանայք եւ սպորտի այդ բաժնի ղեկավարն եմ։ Այնպես որ սպորտի մեջ եմ էլի, բայց ծանրամարտով չեմ զբաղվում։ Եթե ձեր մասին մի գիրք գրեիք, ապա ինչպես կվերնագրեիք այդ գիրքը։ Չհանձնվող կինը, որտեղ շատ դժվարությունների միջով եմ հաղթահարել, անցել, որ ես պատմեմ, բոլորն ասում են, այդքանից հետո դու շարունակել ես սպորտ, ասում եմ, հա, ու ապացուցելով գնացել եմ առաջ։ Այդպես նկարագրեի ինձ։ Ռիփսիմե, կարծում եք կա ճակատագիր, թե մարդն ինքն է կառուցում իր կյանքը։ Այ չեմ կարող ասել։ Երևի կա, ի վերուս գրված է, որ այսպես պետք է լինի։ Ինչի համար եմ ասում։ Քույրիկս առաջի անգամ ինքն է ծանրամարտով զբաղվել։ Հետո ինձ է տարել, բայց հետո ինքը դուրս եկավ, ես շարունակեցի, ուրեմն ի վերուս գրված էր իմ ճակատագիրը, որ այսպես պետք է լիներ։ Ինչու քույրիկս շարունակեց, ես շարունակեցի։ Ի վերուս գրված է։ Կանեիք որոշակի փոփոխություններ ձեր կյանքում։ Չէ, շատ լավ այսպես, ես չեմ դժգոհում։ Ինչ ունեմ, ես բավարարվում եմ դրանով։ Եթե կարողանում եմ առաջ կգնամ, չէ, կբավարարվեմ այսքանով։ Իսկ ինչպիսի ձգտումներ ունեք հիմա։ Որ գնամ առաջ, չմնամ նույն տեղում։ Մինչև ուր։ Մինչև որ ճակատագիրը նշանը դրել է։ Ունեք երազանքներ։ Երազանքները սպորտի հետ էր կապված արդեն իրականացրել եմ։ Այժմ վայելում եմ իմ հանգիստը, իմ կյանքը, իմ ընտանիքի հետ։ Իսկ եթե լավ բան է լինում, ես շատ ուրախանում եմ։ Ինչը կարող է ձեզ շատ ուրախացնել։ Երբ որ աղջիկ ունենամ։ Դե հուսանք, որ հաջորդ հանդիպման ժամանակ մի դրական լուր անպայման Շնորհակալ եմ։ Դա ասված տեսնենք ինչպես կլինի։ Դե ասում եմ, աղջիկը շատ լավ բան է, որովհետև ծնողների կողքին աղջիկներն են կանգնած։ Ես այդպես եմ տեսել։ Մենք 4 քույրիկներով ամեն օր մենք մեր ծնողներին տեսնում ենք, որ 4-ս էլ ամուսնացած ենք տարբեր տեղեր։ Նույնիսկ զանգերով։ Կարող է ուրիշ տեղեր ուրիշ ձևա, բայց ես մեր օրինակն եմ վերցնում ու տեսել եմ այդպես դաստիարակվել եմ։ Ով կարող է դառնալ ձեր ընկերը։ Իմ ընկերը, իմ ամուսինն է, իմ երեխաները։ Ես միայն իրանց եմ վստահում։ Ո՞րն է մարդու ամենամեծ առաքինությունը։ Մարդ լինելը, որ երբեք չպետք է այդ մարդ տեսակից դուրս գա մարդը։ Այդպես եմ կարծում։ Ես հիմա էլ աշխատում եմ որպես մարզիչ, ամենակարևորը իմ համար մարդկային որակներ է, ես բոլոր իմ աշակերտներին էլ ասել եմ ամենամեծ կոչումը մարդ մնալն է, հետո նոր սպորտում ինչ կոչումներ որ կհասնեն, ամենակարևորը կյանքում մարդ մնալն է, նա շատ ընկերասեր է, շատ հումորով է, շատ անկեղծ է, շատ պատասխանատու է, նա շատ բաց է եւ հասանելի է բոլոր մարդկանց համար, նրա հետ շատ հեշտ է շփվելը, որ մի քանի դա եւ մոտ 22 տարի է մենք ընկերուհիներ ենք շատ մոտ եւ թե սպորտում, թե սպորտից դուրս մենք ընտանիքներով շատ մոտ ենք եւ ես շատ ուրախ եմ, որ ունեմ իմ կողքին նման մարդ։ Իր որակները շատ լավն են եւ որպես ընկեր եւ որպես գործընկեր շատ հասնող է, շատ փխրուն հոգի ունի, կարող ասեմ չնչին բանից նեղվել, բայց մարդկանց շատ շուտ է վստահում, իսկ երբ որ հիասթափվում է, արդեն գործնում է հավատը տվյալ մարդու հանդեպ։ Մեզ բախտ է վիճակվել, որ համ ես եմ մարզվել Հռիփսիմեի հետ, համ իմ աշակերտներն են մարզվել, Ալեքսանդրան, Ամրոյան Աննան, Պողոսյան Էման, Թումասյան Մերին, իրանք էլ մեր երկրի պարծանքներն են, նույնպես մասնակցել են ուսումնական մարզումների Հռիփսիմեի հետ եւ մասնակցել են Եվրոպայի առաջնություններին, ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ Հռիփսիմեն իրանց համար եղել է մեծ օրինակ եւ մեծ մոտիվացիա, որպեսզի հետագայում կայանան որպես լավ մարդ եւ որպես լավ սպորտսմեն։ Կա որևէ երևույթ, որը դուք չեք կարող ներել մարդկային հարաբերություններում։ Դավաճանությունը։ Ես այնքան շուտ եմ մարդկանց հավատում ու վստահում,
բայց երբ որ նկատում եմ, որ ինձ դավաճանում են, ահավոր ծանր եմ տանում, նույնիսկ ստրես եմ ապրում, ինչու ես իր հանդեպ լավ եմ եղել, ինչու այսպես պետք է լինի, ամեն ինչը կներեմ, բացի դավաճանությունից։ Ինչ կասեք կոչումների մասին, որքանով են դրանք կարևոր ձեզ համար։ Երբ որ մարզիկը սկսում է պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել, նրա միակ նպատակը հասնել բարձունքին, օլիմպիական տիտղոսին։ Ես ունեմ ամենաբարձր նվաճումը, վաստակավոր վարպետ եմ սպորտի։ Իսկ մարդկային կոչումը ես էլի կկրկնեմ, որ մարդ լինելն է։ Դրանից կոչում ինձ համար չկա։ Ես լսում եմ կողքից ու ասում եմ, ինչ լավ է, որ իմ մասին այդպիսի բաներ չեն մտածում ու չեն խոսում։ Կարող է հենց ես այսպես ձեր դեմը խոսեմ, վա ինչ լավն է, բայց այն կողմ կանգնեմ ասում, էս ինչ էր, էս ով էր, բայց չէ, ես չեմ սիրում նման բաներ։ Մարդ կոչումը ամենակարևորն է իմ կյանքում։ Ռիփսիմեին ցանկանում եմ, որ ամենակարևորը միշտ լինի առողջ, երջանիկ, իր պուպուշ սիրուն ընտանիքի հետ եւ ամենակարևորը միշտ հիշված լինի եւ բոլորը իրեն հարգեն եւ շատ սիրեն։ Ռիփսիմեին կմաղթեմ նորանոր հաջողություններ, միշտ թող մնա այնպեսին, ինչպեսին որ կա, ինքը այն մարդկանցից է, որ ճանաչված լինելը իրեն չի կուրացրել ու իր համար կան արժեքներ, որոնք որ ոչ մի բանի հետ նա չի փոխի։ Ում գնահատականն է ամենից շատ ձեզ համար կարևոր։ Առաջինը, որ ես լավ զգամ ինձ, ես ինքս գնահատում եմ ու հանրության կարծիքը։ Որտեվ հանրային մարդ եմ ու բացասական կարծիքները այնքան ծանր եմ տանում։ Ես աշխատում եմ ամեն ինչ անեմ, որ դրական կարծիքներ լսեմ։ Իսկ դրանց արձագանքում եք, նկատի ունեմ բացասական Առաջ արձագանքում էի, բայց հիմա չէ, որովհետև չկա բացասական կարծիքներ։ Ռիփսիմե, թվարկեք այնպիսի բաղադրիչներ, որոնցից կարող ենք ստանալ երջանկություն։ Ուй, Կարանք ստանանք երջանկություն։ Ընտանիքը, հարգանքը, անունդ, երբ որ թողում ես։ Հիմա ես որ անցնում եմ փողոցով, վայ, սա մեր ծանամարտիկն է, դա արդեն երջանկություն է ինձ համար, որ իրանք ինձ տեսել են, հիշել են, հետևել են իմ անցած ուղին։ Ծնողին հարգելը, դա նույնպես երջանկություն է ինձ համար, երբ որ տեսնում եմ ծնողին ինչպես են հարգում։ Մեծին, փոքրին, խոսալու ձևը, դաստիարակությունը, բոլորը բերում են երջանկության, եթե ճիշտ ես անում ամեն ինչ։ Ինչ է պակասում ձեզ էլ ավելի երջանիկ զգացողություններ ունենալու համար։ Ոչ մի բան։ Ես երջանիկ եմ, եթե կարող եմ ավելի երջանկանամ, եթե չէ, շնորհակալ եմ, այսպես է մնալ լավ է։ Անչափ շնորհակալ եմ գեղեցիկ, շատ անկեղծ, հետաքրքիր, տպավորիչ զրույցի համար։ Ես էլ անչափ շնորհակալ եմ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ, կհանդիպենք։